Հայաստանի զինված ուժերում տեղի ունեցած ամենածանր միջադեպերից մեկը Ազատ գյուղի զորամասում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհն արդեն ունի իր առաջին դատավճիռը։ Ինչ են պատմում փաստաբաններն ու ինչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել քննության ընթացքում։ Առեղծվածային պատմություն հրդեհի արդյունքում մահացած զինվորների եւ դատարանի առաջ կանգնած երիտասարդի ճակատագրի մասին։ Արդյոք իրավապահ համակարգը կարողացել է ամբողջությամբ բացահայտել այդ օրը կատարվածի մանրամասները։ Արդյոք խճանկարի բոլոր մասերն են հավաքված։ Սրանք հարցեր են, որոնց մասին մտածում է յուրաքանչյուր քաղաքացի։ 2023 թվականի հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասարկավակային վաշտի կացարանում հրդեհ բռնկվեց։ Զինվորները պատրաստվում էին քնելու, սակայն հանգիստը վերածվեց բոցերի, իսկ հերթապահությունը մահվան պատասխանատվության։ Բոլորը ներսում էին, դուռը փակված, ելքերը բացակամ։ Կրակը արագ տարածվեց, օգնություն չկար, փրկվելու ճանապարհ եւս։ Արդյունքում 15 զինծառայող ողջակիզվեց, իսկ 3-ը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց։ Սա դարձավ Հայաստանի զինված ուժերի ամենաողբերգական դեպքերից մեկը։ Այսօր, գրեթե 2 տարի անց, կայացվել է առաջին դատավճիռը։ Դատարանի առաջ կանգնած է անձ հերթապահ սերժանտ, ով այդ ճակատագրական գիշերը պատասխանատու էր կացարանի անվտանգության, կարգուկանոնի եւ անձնակազմի կյանքի համար։ Նա որպես ներքին ծառայության գիշերային հերթապահ ըստ կանոնագրքի պարտավոր էր վերահսկել վառարանի աշխատանքը, լինել մշտապես տեղում եւ անմիջապես արձագանքել ցանկացած արտակարգ իրավիճակին։ 2023 թվականի հունվարի 19-ին ՊՆ զորամասի Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում վառարանը ավտոբենզինով վառելու հետևանքով բռնկվել է հրդեհ, որի հետևանքով նույն վաշտի թվով 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ զոհվել են։ Բացի այդ, նույն վաշտի թվով 6 պարտադիր ժամկետային զինծառայողներ եւ 1 սպա ստացել են տարբեր աստիճանի մամնական վնասվածքներ եւ տեղափոխվել են Գեղարքունիքի մարզի զինվորական հոսպիտալ։ Դեպքի արդիվ ՀՊՆ ռազմական ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում ստացված հաղորդման հիման վրա քերական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով հարուցվել է քերական վարույթ։ Բացի այդ, քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քերական գործի նախաքննության ընթացքում հայտնաբերվել են Ռադիկ Մուրադի Մատևոսյանի կողմից քերական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված առերևույթ այլ հանցագործության վերաբերյալ բավարար հատկանիշներ, ինչը հիմք ընդունելով միջտադական քերական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա 2024 թվականի մայիսի 8-ին կազմվել է նոր քերական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն, որը միացվել է 2023 թվականի հունվարի 19-ին հարուցված քերական վարույթի նյութերին։ Այդ գիշեր, ըստ դատարանի, նա բացակայել է կացարանից մոտ 30 րոպե հեռախոսազանգ կատարելու նպատակով։ Եվ հենց այդ բացակայության ժամանակ, ինչպես հետագայում պարզվեց նախաքննության ընթացքում, վառարանի հետ սխալ գործողություն է կատարել ինժեներական ծառայության սպան, ինչի արդյունքում առաջացել է հրդեհը։ Համապատասխան քերական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է հիմնավորվել է, իսկ դատարանի կողմից 2025 թվականի օգոստոսի 21-ին կայացված մեղադրական դատավճիռով հաստատվել է, որ Ռադիկ Մուրադի Մատևոսյանը 2023 թվականի հունվարի 18-ից 19 ընկած ժամանակահատվածում ստանձնել է ՀՀՊՆ համապատասխան զորամասի ինժեներասակրավորային վաշտի հերթապահի վերակարգը եւ իր ծառայությունը իրականացրել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի առաջին փողոցի 20-րդում տեղակայված վաշտի համար նախատեսված կացարանում։ Ռադիկ Մատևոսյանը ներքին ծառայության կանոնագրքի 262-րդ հոդվածի համաձայն պատասխանատու լինելով ստորաբաժանման ներքին կարգուկանոնի, անձնակազմի, սպառազինության, ռազմական տեխնիկայի եւ զինամթերքի շինությունների ու ունեցվածքի պահպանման եւ իրավախախտումները կանխող միջոցառումները ժամանակին ձեռնարկման համար նույն օրենքի 306-րդ հոդվածի համաձայն պատասխանատու լինելով նաեւ օրվա կարգուկանոնի ճշգրիտ կատարման եւ վաշտում ներքին կարգուկանոնի պահպանման համար զենքի, զինամթերքի արգերի, վաշտի ունեցվածքը, զինվորների եւ սերժանտների անձնական իրերի անվտանգության համար խախտել է հիշյալ կանոնագրքային կանոնները։ 2023 թվականի հունվարի 19-ի ժամը 00:30-ից 01:00 ընկած ժամաններում
առանց իր պարտականությունների կատարումը որևէ զինծառայողի հանձնարարելու անհարգի դուրս է եկել կացարանից եւ խախտելով Պաշտպանության նախարարի 2008 թվականի համապատասխան հրամանի պահանջները, այն է վերակարգի ընթացքում բջջային հեռախոսից չօգտվելու վերաբերյալ գնացել է Հիշան կացարանին հարակից որպես ճաշարան օգտագործվող շինություն բջջային հեռախոսով խոսելու համար, որն հանգեցրել է տվյալ օրվա վերակարգի խափանմանը, քանզի Վաշտի երթապահի բացակայության պայմաններում ՀՀՊՆ նշված զորամասի ինժեներական ծառայության սպա կոչումով կապիտան Յեն հանդիսանալով տվյալ տեղամասի շրջանի պատասխանատու խախտելով շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութի ավտոբենզինի հետ վարման կանոնները, որի վերաբերյալ առկա է նաև ՀԶՈ գլխավոր շտաբի պետի համապատասխան կարգադրությունը եւ ՀԶՈ ներքին ծառայության կանոնագրքի 16-րդ հավելվածի առաջին կետով նախատեսված պահանջները ձեռնամուխ եղել շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող ավտոբենզինով վառարանը վառելուն, ինչի արդյունքում բռնկվել է հրդեհ։ Սերժանտը ըստ մեղադրանքի ոչ միայն բացակայել է, այլ նաև վերադառնալով չի արձագանքել բավարար արագությամբ, չի ձեռնարկել զինվորներին արտահանելու կամ կրակը մարելու որևէ արդյունավետ քայլ։ Մեղադրող կողմը պնդում է, որ եթե նա լիներ տեղում եւ ցուցաբերեր պարտադիր ծառայողական պատրաստվածություն, հնարավոր կլիներ կանխել մարդկային զոհերի մասշտաբը։ Ստեղծված իրավիճակում Վաշտի երթապահ Ռազիկ Մատևոսյանը պատասխանատու լինելով ռազմական տեխնիկայի, զինամթերքի, շինությունների եւ ունեցվածքի անվտանգության եւ պահպանման համար, ինչպես նաեւ ներքին ծառայության կանոնագրքի 198-րդ հոդվածի պահանջների համաձայն կրելով վառարանը վառելուն հետևելու պարտականություն, կացարանից անհարգի բացակայելու պատճառով չի նկատել ու չի փորձել կանխել ԵԻ կողմից առերևույթ վտանգավոր գործողությունները։ Իսկ դրանից հետո ժամանակին չի ձեռնարկել միջոցներ հրդեհի բռնկման սկզբնական փուլում վտանգի ենթակա անձնակազմը, սպառազինությունը եւ նյութական այլ միջոցները փրկելու համար։ Ուշացմամբ նկատելով բռնկված հրդեհը, Վաշտի երթապահ Ռազիկ Մատևոսյանն ինքն իրեն զրկել է անձնակազմին տարհանելու ուղղությամբ ժամանակին գործուն եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելուց, ինչն ազդգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Այն է կացարանում գտնվող նույն Վաշտի պարտադիր ժամկետային զինծառայող թվով 15 զինծառայող ժամանակին չի տարանվել, իսկ հագարդեային պաշտպանության միջոցների բացակայության պայմաններում չեն կարողացել մարել հրդեհը եւ չկարողանալով դուրս գալ կացարանից մահացել են։ Դատարանը հիմք ընդունելով այս հանգամանքները Ռադիկ Մաթևոսյանին դատապարտել է 3 տարվա ազատազրկման Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի հատկանիշներով։ Գործի վերաբերյալ մեղադրյալի հարազատների կարծիքը լսելու, ինչպես նաև պաշտպանական կողմի դիրքորոշումն օբյեկտիվ ներկայացնելու նկատառումներից ելնելով մենք կապ հաստատեցինք նաև մեղադրյալի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Աղասի Հունանյանի հետ, սակայն վերջինս հայտնեց, որ իր վստահորդը չի ցանկանում այս պահին գործի մանրամասների վերաբերյալ որևէ զրույց փոխանակել, ինչից ելնելով էլ պաշտպանական կողմն իր դիրքորոշումը դեռևս չի հայտնում լրատվամիջոցներին։ Սա առաջին դատավճիռն է, բայց ինչպես պարզ է դառնում գործի նյութերից, ոչ վերջինը։ Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ հրդեհի իրական պատճառը եղել է կապիտանի գործողության արդյունքում, ով խախտել է անվտանգության կանոնները, փորձելով վառարանը գործարկել անթույլատրելի եղանակով, հնարավոր է նույնիսկ այրվող նյութեր կամ ավտոբենզին օգտագործելով։ Նրա դեմ հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով ազգուշությամբ 2 եւ ավելի անձանց մահ պատճառելու մեղադրանքով։ Այս պահին նա գտնվում է ազատության մեջ, իսկ դատաքննությունը շարունակվում է։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար տվյալների հիման վրա 2024 թվականի մայիսի 8-ին որոշում է կայացվել Ռազիկ Մուրադի Մատևոսյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ 2024 թվականի դեկտեմբերի 16-ին հիշյալ քրեական վարույթից Ռազիկ Մուրադի Մատևոսյանի վերաբերյալ քրեական վարույթը անջատվել է, որին շնորհվել է նոր քրեական վարույթի համար, որից հետո 2024 թվականի դեկտեմբերի 20-ին Ռազիկ Մուրադի Մատևոսյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ըստ մեղադրանքի Ռազիկ Մուրադի Մատևոսյանի քրեական օրենսգրքի 543 հոդվածի 3-րդ մասով ուղարկվել է Գեղարքունիքի մարզի
Առաջին ընդհանուր իրավասության դատարան։ Հիշեցնենք, որ սույն դեպքը մեկ մեղադրյալի մասով քննվել է առանձին վարույթի շրջանակում, իսկ դատարանում այս պահին այդ դեպքի հետ կապված հարցաքննվում են վկաներ, տուժողներ եւ դատաքննության այս փուլում գոնե թե պարզ է, որ արկա են հակասություններ եւ ծածկված իրողություններ։ Դուք ասում եք, բան, տղաները խիչը ինչ որ փորձ չարեցին, չէ՞ դուրս գալու։ Այդ հարցը ինձ էլ է հետաքրքիր, ինձ հետաքրքիր չի, կամ ես այդ հարցի պատասխանը գիտեմ, իմաստը չեմ ասում։ Դուք մարդկանց ասել եք մի բան, որ այսօր ասում եք դա ինձ կարծիքն է, ձեր կարծիքը պետք է մնա ձեր տանը կամ ձեր մեջ։ Դուք կամ որևէ բան որ ձեզ կաշկանդում։ Ոչ, պարոն դատա։ Խնդրած դիմել ձեզ, ամոթած դիմել, Ոչ, ապեցրած դիմել։ Ոչ, որ որևէ մեկը ին վրա ճնշում չի գործածել։ Հաստապան Նորիկյանը դատական նիստերից մեկում հայտարարություն արեց, որ կան իրեն հայտնի դարձած սենսացիոն մանրամասներ, որոնք կփոխեն գործի ողջ ընթացքը։ Գոռ Արեգյանը եւ Մարմեն Սարգսյանը ըստ էության սույն քրեական վարույթի ընդհանրապես այս գործի վերաբերյալ ինձ հայտնել են որոշակի ուշագրավ տեղեկություններ եւ չեմ զլանա մասնավորապես ընդգծելու, որ եթե հիմնավորվեն Մարմեն Սարգսյանի կողմից ինձ հայտնված տեղեկությունները, ես ամենայն պատասխանատվությամբ եւ իր բոլորի հայտարարում եմ, որ այն ձեր սեղանի առջև դրված այդ 22 հատորանոց քրեական գործի վարույթը պետք է պատրեն նետել աղբանոցը, որովհետեւ այն տեղեկությունները, որոնք ինձ հայտնվել են, իսկապես կարող են շրջադարձային եւ բեգունային լինել փոխել այս ամբողջ քրեական վարույթի ընթացքը։ Մեծ հետ հեռախոսազրույցի ընթացքում Նորիկյանը նշեց գործի վերաբերյալ մի շարք ուշագրավ մանրամասներ։ Որ անցյալ տարի հիմնական մեղադրյալ Եղիշե Հակոբյանի առաջարկությամբ ես ինքս վերջինիս պաշտպանի հետ կոնֆիդենցիալ 2.5 ժամանոց հանդիպում եմ ունեցել Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում։ Եղիշե Հակոբյանը ինձ տրամադրել է որոշակի տեղեկություններ գերավոր ընդորում, այդ տեղեկությունները ստուգելով միտված որոշակի գործողություններ ենք մենք իրականացրել եւ իրականացվում, եւ այո, կան որոշակի տեղեկություններ, որոնք ստուգվում են։ Ստուգման արդյունքում, եթե դրանց վերաբերյալ որևէ հանգամանքներ, որոնք ուշագրավ կլինեն եւ մեր ուշադրության կենտրոնում կլինեն կամ որոնք կնպաստեն քրեական վարույթի ողբերգության բացահայտմանը, միանշանակ մենք հանրության ուշադրությանը կներկայացնենք։ Հաստաբան Նորիկյանի խոսքով չի բացառվում, որ սույն գործով կվկայակոչվեն նաև Հայաստանի Հանրապետության վարչապետն ու մի շարք այլ պաշտոնատար անձինք։ Մեղադրյալների հարցաքննությունից հետո մենք որպես դժոխ կողմ եւ դատավարության մնացած մասնակիցները հանդես են գալու ապացույցների ծավալը լրացնելու միջնորդությամբ, չեն բացառում, որ մենք հանդես գանք նման միջնորդություններով, մասնավորապես միջնորդելու ենք որպես վկա դատակոչել եւ հարցաքննել Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, չենք բացառում, որ հանդես գանք միջնորդությամբ կրկնակի քննչական փորձառություն իրականացնելու դեպքի հանգամանքները ամբողջովին վերականգնելու ակնկալիքով եւ հույս ունենք, որ այս հաջորդական այս փուլերը անցնելուց հետո մասնավորապես մեղադրյալների հարցաքննության եւ նրանցից ոմանց կողմից տրված ցուցմունքների եւ մեր կողմից ներկայացող միջնորդությունների ամփոփումից եւ բովանդակային քննարկումից հետո մենք հնարավոր կլինի այնուամենայնիվ հանրությանը ներկայացնել թե ինչ եղել իրականում եւ ինչ է իրականում տեղի ունեցել։ Այս օրերի ընթացքում մենք նաեւ փորձել ենք կապ հաստատել մահացած զինծառայողների ծնողների հետ։ Նրանցից մեկը փաստացի պնդում է, որ տեղի ունեցող դատավարությունները ել ավելի են բորբոքում իրենց վրթովմունքը։ Քննությունից, դատավարությունից դժգոհ եմ, որ ասում է դժգոհությունը սել չափ ու սահման չունի, մեղմ ասված է դժգոհ բառը, որտեղ թե նախաքննությունը թե առավոտ պաշտոնական վարկածից սկսված ամբողջ նախաքննությունը ու այսօր դատական նիստերը ամեն ինչ անում են, որ պաշտոնական վարկածով այս գործը փակեն, այսինքն ոնց որ ասվել էր առավոտը, տենց էլ փակեն գործը գնա։ Միանշանակ ես դժգոհ եմ դրանից։ Դատախազությունային հարցերն ա տալի, որ ծնողին այդ հարցերը շատ քիչ է հետաքրքրում։ Ասենք շոֆերին հարցնում, ասա դու ինչ է, որպես ինչ ես եղել, ասա վարորդ եմ եղել, ասա ինչ մեքենա ես քշել, մեքենայի համարը հիշում ես։ Արա դու այդ հարցերը մի տուր, ագնիտուշտելով սկսել է գործը 22 հատոր ագնիտուշտել է, գրե 22 հատոր այսօր դրել է կտա ագնիտուշտել է քննարկում։ Ծնողին ինձ հետաքրքրում է, եթե հրդե եղավ, եթե եղան անուղ եղել, լցրեց, վառեց, այդ երեխեքը քիչ հելան փախան ընդեղից։
Ծնողին այսօր հետաքրքրում այնտեղ ինչ կարգի ջերմաշան եղել, որ երեխեք միջև մոխրացում վառել, միջև մոխրության մոխի դառնալու աստիճանի այրվածք են ստացել, որ այդ կռավատները կորվել են։ Այնտեղ վառվողն ինչն էր, այդ պոլիս տախտակները, եթե երկաթը տախտակի ջերմաշանից կորվի, ու ոչ մի փայտե վառարան չէր դիմանա, ցանկացած փայտե վառարան, որ նրանք թիթեղը բարակ, թիթեղը ընդամենը փայտից վառարանը ներկայացնում։ Պատերը վառարանի բարակ թիթեղ են։ Նույն փեդը, նույն տախտակը գցում են մեջը, վառվում է այդ տախտակը, չէ՞։ Ու այդ վառարանի ոչ մի չի լինում։ Իրանք ուզում են ինձ ապացուցեն, որ այնտեղ վառող է, վերմակ, դոշակ, բարձր պոլի տախտակները վառվել են ու կռավատները, հաստ ու գոլնիկով սարքած կռավատները, այդ ջերմությունից կարային այդպես կորվեին։ Ազատ գյուղի ողբերգությունը չափազանց մեծ է դրա բեռը դնելու համար միայն մեկ զինծառայողի ուսերին 15 կյանք եւ դրա դիմաց 3 տարվա ազատազրկում միայն հերթապահին։ Դատավճիռը կայացված է, բայց այն միայն իրավական փաստ չէ, այլ բարոյական նժար, որ հասարակությունը դեռ կշռելու է երկար ժամանակ։ Այս գործը չպետք է ավարտվի մեկ դատավճռով, այն պետք է դառնա ընթացիկ վերահսկողության, զորանոցային պայմանների, սպայական պատասխանատվության եւ պետական կառավարման համակարգի իրական վերանայման մեկնարկային կետ։